2026 թվականի ապրիլին 2025-ի ապրիլի համեմատ Հայաստանում գրանցվել է զբոսաշրջիկների թվի 39% աճ։ Կառավարությունում վերջերս հրապարակեցին այս տեղեկությունը։ Նշվեց մեկ այլ տվյալ ևս՝ Հայաստան եկող զբոսաշրջիկների դիվերսիֆիկացիա է տեղի ունեցել, այսինքն տուրիստներ են սկսել գալ Հայաստան տարբեր պետություններից։ Եթե 2023 թվականին մեր ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանի Դաշնությունից եկողները այս նույն ժամանակահատվածում հունվար-ապրիլ եղել են 52%, ապա հիմա 36։ Իրականում մասնագետներն այստեղ մատնանշում են մի կարևոր հանգամանք՝ երկիր մտնող եւ 24 ժամ երկրից դուրս չեկող ցանկացած անձ, այդ թվում Հայաստանը որպես տրանզիտ պետություն օգտագործողներն իրականում համարվում են զբոսաշրջիկ եւ ընդգրկված են այս վիճակագրությունում։ Բացի այդ, մեծ է նաեւ Հայաստան եկող աշխատանքային միգրանտների թիվը։ Եթե այս երկու շերտը հանենք, դասական զբոսաշրջիկների գերակշիռ մասը միևնույն է՝ ռուսներն են։ Իսկ Ռուսաստանի հետ ներկայում թափ հավաքող տնտեսական դիմակայությունը սպառնում է հարվածել այս ոլորտին ևս։ Ռուսաստանից Հայաստան այցելող ռուս զբոսաշրջիկների հոսքի գերն վազում է ակնկալվում առաջիկա ամիսներին, հենց տուրիստական սեզոնին։ Առայժմ պարզ չեն մեխանիզմները, բայց ինչպես հասկացանք, Ռուսաստանից նման հաղորդագրություններ արդեն արվել են։ Տուրիզմը առաջին հերթին դա ոչ թե հնա է, առաջին հերթին արտարժույթի հոսք է երկիր։ Հիմա մենք խնդրի առաջ ենք կանգնելու։ Հայաստանում արտարժույթի սով է սկսվելու։ Այստեղ դարձել կարող է խոսք գնալ տուրիստական հոսքերի դիվերսիֆիկացիայի մասին։ Խոսքը իրական տուրիստների, ոչ թե տրանզիտով երկրով անցնողների կամ աշխատանքային միգրանտների մասին է։ Հայկական տուրիզմը հիմնականում այսօր արդեն հենվում է ԱՊՀ երկրների տուրիստների վրա։ Եվրոպական երկրների տուրիստական հոսքերը առավելապես Հունաստան են վերջանում, Իսպանիա, Իտալիա, մեկ էլ աֆրիկական երկրներ։ Մասնագետների կարծիքով առաջիկայում Ռուսաստանի հնարավոր սահմանափակումների հետևանքները գուցե մեղմեն ներքին տուրիզմի հոսքերի ավելացման ուղղված քայլերը, այսինքն Հայաստանի քաղաքացիների միջոցով գուցե հնարավոր լինի նվազեցնել ոլորտի վրա բացասական ազդեցությունը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։